Սիրակի իմաստնությունը 15 Արդարի վարձատրությունը Ահա այսպես կանի նա, ով երկնչում է Տիրոջից, և ով ընդունում է օրենքը, կհասնի իմաստնության։ Նրան կդիմավորի մոր նման, և նրան կընդունի իբրև կույս աղջիկ։ Նրան կջամբի հացն իմաստնության, նրան կխմեցնի ջուրն իմացության։ Նա կհենվի նրան և չի ընկնի, նրա մեջ ապաստան կգտնի, ամոթով չի մնա և նրան ընկերներից ավելի վեր կբարձրացնի։ Ժողովուրդների մեջ կբացի նրա շուրթերը, նա ուրախություն, ցնծության պսակ և հավիտենական անուն կժառանգի։ Անմիտ մարդկանց հասուչ է իմաստնությունը, և մեղավորներն այն չեն տեսնի։ Այն հեռու է հպարտությունից, և խաբեբա մարդիկ չեն հիշի նրան։ Օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չառաքվեց նրան։ Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան։ Մի ասա, թե հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չէ անել այն, ինչ ատեց Տերը։ Մի ասա, թե նա ինձ մոլորեցրեց, քանզի նրան հարկավոր չէ մեղավոր մարդը։ Տերն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։ Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև Տերը կրակ և ջուր է դրել, որին կամենաս, կմեկնես քո ձեռքը։ Մարդու առջև է կյանքն ու մահը, ինչ հաճելի կթվա իրեն, կտրվի նրան։ Արդարև, մեծ է Տիրոջ իմաստությունը, նա հզոր է իր կարողությամբ և տեսնում է ամեն բան։ Նրա աչքը իրենից երկնչողների վրա է, և ինքը կիմանա մարդու բոլոր գործերը։ Նա ոչ մեկին չպատվիրեց ամբարշտություն անել և ոչ մեկին չքաջալերեց մեղանչել։